Խաղաղությունից լավ բան կա այս կյանքում։ Դե վերջը պատերազմել են բոլոր ազգերը։ Եթե այդպես մտածենք, այսօր Եվրոպային բոլոր ազգերի հետ պատերազմել են։ Նշենք հենց Անգլիայի, Ֆրանսիայի 100-ամյա պատերազմը։ Ո՞վ է մեղրեցուն հարցրել, խիչ եք հարցնում մեղրեցուն։ Ես օրինակ Նախիջևանով շատ եմ գնացել եկել, բանալել, ու հենց ճիշտ ասած մեկ դա էլ եմ ասում, Լեննականի երկրաշարժը որ եղավ, ես ստեղ կոլխոզը պետք է ընդունեի, Վարդանիձորի կոլտեսյունը պետք է ընդունեի, ես այդ հանձնում ընդունումը թողեցի ու մի մեքենա իմ կողմից վերցեցի ու մանով մենք Շարասյունով Նախիջևանով անցանք, դե ադրբեջանցիները իրանց բանը ցույց էին տալիս, ասենք ծափ էին տալիս, ուրախանում էին, ապարում էին, նույնիսկ ապշեցուցիչ էներ, որ ամբողջի մեջ մի հատ կին, մեծ կիներ էլի տարիքով, միջին տարիքի կիներ, նույնիսկ հետույքը բացեց ցույց տվեց, որ վերջը ասես խփում էր հետույքին կերեք, տեսակ վերջը։ Թուրքերը գալու են լցվել ստեղ։ Հազիվ քշել եք։ Փակեք, ես խնդրում եմ։ Չի կարելի անընդհատ հարևանի հետ խռով լինել, հասկանալ է այդ ամեն ինչը պատերազմ, հա, մենք անցել ենք այդ պատերազմներով 90-ականներից, հա, ցանկալի չի։ Թուրքը ոսկի դառա, չգցես ջեբդ, ծակելու է կգնի։ Այ այդպես ազգենակ, եթե զգացի որ քո կարա քեզ դեղեր, կրծելով էր կրծե, բաց որ զգացի չէ, всё, իրաց թուրը չի կտրի, всё։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում ես, բացարձակ, ոչ մի լավ բան, որովհետև այստեղ ընդհարվելու են, շահերն են ընդհարվում, Պարսկաստանի, Ամերիկայի, Ռուսաստանի, Ամերիկայի շահերը, բա հետո մենք ով ենք ստեբա։ Մեր սահմանապաններն են լինելու, հետո ճանապարհը էլ թողան գնան, ի՞նչ է խանգարում։ Անդակ վախեցնում են, հեսա թուրքեր գալու են, հեսա թուրքեր գիծը տվան, ես մեր գյուղում։ Ասում եմ այ մարդ հանգստացեք։ Մեծ հույսեր կա, առաջին հերթին տնտեսության մեծ զարգացում ենք սպասում։ Այլ թող գնա, բայց Պարսկաստանի հետ կապը խզեն, որ ասենք Պարսկաստանի հետ էլ կապը գնա գակ։ Պարսկիները մեզ շատ են օգնում, ասենք մարդիկ գնում արևելյան վերջը բերում են, տանում են։ Ադրբեջանցուն ձեռը տալիս որ մեղրիով գնա, որտեվ Օրդուբացից հետո ուրիշ ճանապարհ, դրանք հələ սովետի օրոք ճանապարհը սարքել էին։ Մինչև Նռնաձոր բերել էին այդ ճանապարհը, որ միացնեն իրար։ Մեր երաժշտական Կարեն Դեմիրճյանը այս ճանապարհի գումարը դրեց դեպի Քաջարան։ Ու այսօր այս Քաջարանի ճանապարհը մեզ համար դա փրկություն է։ Հետագայում զարգացումա լինելու գալու են գնան, չէ՞ բոլորը։ Դե վերջի հաշվով այդ գիծն է, չէ՞ իրանց այն գծի տակի հողումն է։ Կարող ենք որոշ հարցեր բարձրացնել, բայց գլոբալ հարցերը արդեն մենք ոչ ունենք պատասխանը, ոչ ունենք խոսալու առիթը, այսպես ասեմ։ Ամեն դեպքում, եթե հաճախակի արգելափակոսներ չդրվեն ժողովրդի այգիների այդ շփման կարգավիճակը կամ անցուդարձի, ես կհամարեմ նորմալ, եթե այդ խնդիրները չլինեն, բայց եթե այդ խնդիրները հաճախ եղան, ժողովրդի մոտ կառաջանա հիասթափություն, ինչը կբերի գյուղերի դատարկմանը արդեն։ Չէ, դեմ եմ, միանշանակ դեմ եմ, սարսափելի եմ, որ մտածում ես էլի։ Այս գլոբալ հարց է, ես գաղափար չունեմ, որն է ձեռ տալի, որը չի ձեռ տալի։ Եթե թուրքը կա, սահմանի մոտի կա, մի քանի մետրի վրա, երբեք մի հավատացեք, երբեք մի ազգի միակ բանը, գողանալ, տանել, սպանել, այդ դրանք են։ Բայց ինչ որ վերաբերում է բանին, անունը ինչ է ճանապարհին, իհարկե մենք ալենտրանքային լավ ճանապարհ ենք սարքել, բայց ված չի լինի, որ ճանապարհը հիմնական, նրանք հերույն են, հիմնական մեր են։ Ճանապարհի անունը փոխեց, բայց թուրքի կարծիքը չի փոխում։ Թուրքը միշտ մնում է թուրք։ Ես վտանգ եմ տեսնում իմ կարճ անգրագետ խելքով։ Թուրքին վստահելի չի։ Խաղաղությունը պետք է, բայց խաղաղությունը դա երկկողմանի բան process է։ Եթե քո դիմացինը չի ուզում քեզ այդ խաղաղ ապրել եւ անընդհատ քո նկատմամբ ինչ որ ոտնձգություն է անում, այդ ի՞նչ խաղաղություն։ Դա խաղաղություն չէ, դա ենթարկվել է, դա ստրուկության գնալ է։ Եթե պետության ղեկավարները գտնում են, որ ճիշտ է, ուրեմն մենք էլ պետք է հավատանք, որ իրոք ճիշտ է։ Թշնամությունը ինքը կրակելու է, ես էլ եմ կրակելու, անընդհատ զոհեր, անընդհատ ինչ ուզում ես արա, էլ էդ է։ Ոչ կարաս պետությունդ վերցնես, տարածքդ փոխես, էդ է, մեր դարավոր հարևանը տրանք են էլ, այդ անդերներն են էլ, ինչ անես էլ։ Միջանցք բառն էլ հանել են, որ իբրև
վիրավորական չթվա, հա Տրամպի ուղի, հա իբր, բայց Տրամպը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի կողմնակիցն է, նա ՆԱՏՕ-ի ղեկավարն է, նա ուզում է Ռուսաստանը շրջապատել ՆԱՏՕ-ի բազաներով, Հայաստանը այս ճանապարհով եթե բացվի գործի, Հայաստանը կործանված է, վերանում է որպես պետություն, որովհետեւ սողոսկելու է ամեն օրյա, ամեն ժամվա գալու են, չոբան են աշխատելու, չեմմանում ինչ են աշխատելու, տուն են դնելու, հետո լցվելու է Սյունիքը եւ Հայաստանը կործանում։ Ես ուրախ եմ։ Ես ուզում եմ, որ այս համաձայնագիրն էլ ստորագրվի, Թրամփի միջազգն էլ բացվի, մենք էլ առողջ խնդիր ապրենք։ Այսօր մեր անվտանգային ռիսկերը բարձրացել են, էլ ավելի ահավոր։ Եվ ես չեմ հավատում տարախոսքերին, խաղաղությունը ստորն է։ Ինչ խաղաղություն։ Երբ այսօր քո տարածքները չես կարող վերցնես, միակողմանի տվել է, հոսես չի։ 100 ձեռքով կողմ ենք, կողմ, միայն խաղաղություն։ Ողորմած պապիս կասեր ամբողջ կյանքում Բաքվում ապրել, Թուրքիայից շփվել է։ Թուրքիա ճամփայի թալուս թողին քարշևից գնա, դու հետեից որ թե չհետևից եկա մեր դիպկի կապի։ Թուրքին տեսնելուց փետը ձեռքից շարժնի, թուրք կարմիր խնձորել ունի, գրպանը չտնես։ Վտանգավոր չի։ Ադրբեջանը ոչ մի բան չի կարող անել։ Այդ պետք է անմիջապես Թրամփի հսկողության տակ լինի։ Նրանից հետո էլ ով եկավ, նույնը ինքը պետք է պահի։ Եվ Ադրբեջանով Հայաստանը կբացվի, եւ Հայաստանով Ադրբեջանը կբացվի ճանապարհը։ Այն որ այսօր գնում ենք Լարսում կանգնում, բանը Լարսը փակվեց։ Լարսի հարցը փակվեց։ Միջև չհանդիպես, միջև վերջում չոշափես, չես կարող ոչինչ ասես։ Ամեն դեպքում ես դրական արդյունք եմ տեսնում։ Նրանք միակողմանի միջանցք են ուզում եւ անգամ այնպիսի պրետենզիաներ են դնում, որ չպետք է Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերը ստուգումներ անցկացնեն, թե ինչ են տանում Նախճեվան կամ Թուրքիա եւ այլը։ Սա Թուրանի ծրագիրն է։ Զինել ապես ժողովրդին եւ ոչ թե անվտանգային ճանապարհ։ Զգուշ քայլեք այս վիրավոր հողի վրայով։ Չէ որ այնտեղ հերոս սրտեր են բաբախում, քայլելիս խոսեք միայն կամանց շշուկով, այդ ամմահ սրտերը խաղաղ քնել են ուզում։